Ուրեմն ինչպես մենք տեսանք նախորդ պարագրաֆում, զուտ պարզ երկրաչափական դիտողությունները ցանկացած համակարգի լուծելու համար դեռ բանալի չեն, որտեղ շատ խրթին կառուցված կարող ունենան բարձր չափանի տարածություններում։ Հիմա եկեք ինչ-որ ալգորիթմ զարգացնենք, որի առաջի քայլերը մենք այս պարագրաֆում ենք անելու։ Ենթադրենք երկու հատ համակարգ են տված, երկու հատ համակարգ գծային հավասարումների, որոնք նույն փոփոխականների վրա են սահմանված, x1, xn։ Դրանք կարող են լինել x1, xn-ը, xy,z-ը եւ այլն։ Այդ երկու համակարգերը անվանենք համարժեք, էկվիվալենտ, համարժեք, եթե կամ նրանք երկուսն էլ համատեղելի են միաժամանակ եւ ունեն նույն լուծումները, կամ նրանք երկուսն էլ անհամատեղելի են։ Այսինքն համակարգերը համարժեք են, եթե նույն փոփոխականների վրա են որոշված, միաժամանակ լուծում ունեն ու ճիշտ նույն լուծումներն ունեն, կամ էլ միաժամանակ լուծում չունեն։ Օրինակ, այստեղ այս նկարին հենց եկեք վերադառնանք, տեսեք, եթե ես վերցնեի այս համակարգը որպես համակարգ առաջին, այս ներքևի համակարգը, իսկ որպես երկրորդ համակարգ ես վերցնեի կամայական երկու ուղիղների հավասարումներ, այնքան որ իրանք երկուսն էլ անցնեն այս նույն կետով, նույն հատումն ունենան։ Այդ երկու համակարգերը կլինեն համատեղելի, որտեղ համարժեք, որտեղ երկուսն էլ համատեղելի են եւ նույն լուծում ունեն։ Եղավ։ Նույնը այս երկրորդ օրինակում, եթե ես մեկ երրորդ հավասարում գրեի եւ չորրորդ հավասարում, որոնք նույն այս ուղիղն են սահմանում, կլինեն համատեղելի։ Եվ վերջապես երրորդ օրինակում, եթե ես երկու հատ այլ ուղիղներ վերցնեմ, որոնք նույնպես իրար հետ տեսեք չեն հատվում, նրանք համարժեք կլինեն այն երրորդ համակարգին, որտեղ այնտեղ նույնպես անհամատեղելի է։ Հիմա մեր համակարգ լուծելու ընդհանուր սխեման այսպիսի տրամաբանության մեջ է դասավորվելու։ Տեսեք, ոնց է, եթե մի հատ համակարգ վերցնեմ, ինչ որ բաներով, մի հատ ուրիշ համակարգ գրեմ, որը սրան համարժեք է, հետո մի հատ եւս մի համակարգ, որը սրան համարժեք է, այսպես առաջ շարժվեմ, վերջում ստանամ մի հատ էլի համարժեք համակարգ, որը ուրեմն համարժեք է նախորդին, այսինքն համարժեք է նաև այն ամենաառաջինին։ Եվ այս վերջի համակարգը լուծելը հնարավոր լինի դյուրին ձևով, ինչ որ ձևով։ Շուտով կտեսնենք ինչպես։ Դա նշանակում է մենք լուծած կլինենք նաև սկզբի համակարգը։ Այսինքն մեր նպատակն է ինչ որ փոքրիկ քայլեր մշակել, որոնք կամած այդ համակարգը թեթևացնում, պարզացնում են, որպեսզի ստանանք մի հատ համակարգ, որը լուծում ունի։ Որոնք Գաուսյան մեթոդի մասին է խոսքը։ Հաջան։ Գաուսյան մեթոդի մասին ենք։ Գաուսյան մեթոդը, այո, այդ Գաուսյան մեթոդներ են անցնելու, դրա կատարելագործումներ եւ նրա անհամեմատ ավելի կատարելագործված տարատեսակներ։ Այո, այդ մեթոդը որ սկսենք, դրա առաջի քայլերը ձեզ դպրոցական նստարանից ծանոթ կլինեն։ Ինչը լավ է, բայց հետո շատ ենք խորանալու ավելի բարդ մեթոդներ։ Ուրեմն տեսեք, եթե այս մի համակարգ է տված, իր հետ առաջի տիպի տարրական ձևափոխությունը կոչվում, առաջին տիպի տարրական ձևափոխությունը կոչվում, նրա երկու տողերի դիրքափոխությունը։ Վերցնում ենք, ասենք, թե ահա այս տողը, առաջի տողը, երկրորդ տողը կամ որ տող ուզում ենք, իրար հետ դիրքափոխենք։ Սա գրենք որպես երկրորդ տող, սա գրենք որպես առաջի տող։ Դա կոչվում է իր առաջի տիպի տարրական ձևափոխությունը։ Երկրորդ տիպի տարրական ձևափոխությունը նրա մի որևէ տողի բազմապատկումը ոչ զրոյական ինչ որ սկալярով դաշտից։ Մենք վերցնենք, ենթադրենք, որն ենք ցանկանում, այս երրորդ տողը, m երրորդ տողը եւ նա ասենք մի հատ c-ով բազմապատկենք։
Այսինքն բոլոր գործակիցները բազմապատկում ենք C-ով, ազատ անդամը նույնպես։ Միայն պայմանադրվում, որ այս մեր C-ն պետք է հավասար չլինի 0-ի։ Ուշադրություն դարձրեք, այս դեպքերը կատարվում են կամայական դաշտում։ Կամայական դաշտում կա մի հատիկ 0 եւ մնացած բոլորը ոչ զրոյական։ Երրորդ տարրական ձևափոխությունն է, երրորդ տիպի տարրական ձևափոխությունը մի տողին գումարել մի հատ այլ տող նախապես այն թվով բազմապատկելով։ Օրինակ, ասենք թե առաջի տողին գումարում ենք վերջի տողը անգամ 7։ Այդ դեպքում այս A1-1-ի փոխարեն կգրվի ինչ, A1-1 պլյուս 7 անգամ AM1, հետո սենց կգրվի, սենց, կողքը կգրվի այս x1-ը, պլյուս եւ այլ եւ այլ։ Ուշադրություն դարձրեք, այս տարրական ձևափոխության ժամանակ փոփոխվող միակ տողը դա կլինի առաջի տողը։ Երրորդ տողը, վերջի տողը 7-ով չի բազմապատկվի։ Երբեմն որոշ ուսանողներ շփոթվում են։ Որ ասում ենք այս տարրական ձևափոխությունը արա, ինքը այս առաջի տողը ձևափոխումը, հետո համենայն դեպս վստահության համար մի հատ սրանք բոլորը 7-ով է բազմապատկվում։ Նման բան չի կարելի անել։ Եկեք օրինակներ դիտարկենք։ Օրինակ, ստեղ տարրական ձևափոխություն ենք անում, առաջին երրորդ տողերը դիրքափոխենք։ Դրանից հետո պարզ չի, որ կստացվի այսա։ Առաջի տող եկել է ստեղ, երրորդ տող եկել է ստեղ։ Եվ մի հատ էլ ուշադրություն դարձրեք, մենք այդ տարրական ձևափոխությունները համառոտագրելու ինչ յուրօրինակ ձև ունենք։ R1, այսպես երկկողմանի սլակ R3։ Այս սա որ գրեցի, սա համառոտագրություն է նշանակում, սա նշանակում է, որ կատարել եմ R1, R3 դիրքափոխում, այսինքն առաջի տող եկել է վերև, երկրորդ առաջի տողը իջել է ներքև, երրորդ տողը գնացել է առաջի տեղ։ Ահա, այստեղ։ Հիմա կատարեմ երկրորդ տիպի տարրական ձևափոխություն։ Առաջի տողը բազմապատկել եմ 5-ով։ Նկատեք, ոնց է դա գրի առնվել։ Եվ վերջապես, տեսեք, երկրորդ տողին, եթե գումարեմ այս սրա մեջ, երկրորդ տողին, եթե գումարեմ 7 անգամ երրորդ տողը, ինչ կստացվի։ Ստեղ 0x-ա, թե 2-ին գումարեմ 7 անգամ 0, կստանանք ելի 2։ Հետո -1-ը ստեղ գործակիցը, չէ, -1-ին եթե ստեղ էլ 1-ա, -1-ին գումարեմ 7 անգամ 1, կստացվի 6։ Ստեղ 1-ա, գործակիցը 1-ա, 1-ին գումարած 7 անգամ 1, 8։ Ստացվեց, փոփոխվեց միայն երկրորդ տողը։ Ուշադրություն դարձրեք, երրորդ տողը բոլորովին էլ 7-ով չբազմապատկվեց, այսպես բան չեղավ։ Հանկարծ սենց չանեք։ Բայց այդ խնդիր չի առաջացնում, չէ՞։ Եվ մեկ էլ ուշադրություն դարձրեք, թե ոնց է գրի առնվում այդ տարրական ձևափոխությունը։ Տեսեք, գրել եմ R2 պլյուս 7R3։ Սա նշանակում է երկրորդ տողին գումարածա 7 անգամ R, 7 անգամ երրորդ տողը։ Այս R-ը անգլերեն ռո բարից ռո, այսինքն տող բարի առաջի տառն է, հա։ Եղավ, սա էլ էսպես։ Խնդրեմ, այսքանից ինչ հարցեր կան։ Ուզում եի ասել, եթե 7-ով բազմապատկենք, դա այդքան վնաս չենք տա, չէ՞, չի փոփոխվի ոչ մի բան, ուղղակի մենք շբարթանալու է, էլի։ Պարզապես նման տարրական ձևափոխություն չկա, չի կարելի միաժամանակ էներ անել։ Ձեր Գաուսի մեթոդի դպրոցական ընկալման տեսակետից սխալ չի լինի, համակարգը կշարունակի ճիշտ լուծվել, բայց այդպես բան մի արեք, որովհետև հետագայում կտեսնեք, թե ինչ խառը շփոթություն առաջացնել։ Մենք շուտ հետագայում պատրաստում ենք այդ տարրական ձևափոխությունների հիման վրա անցնել նաև տարրական մատրիցներ, շատ տարրական կամայական մատրիցի վերլուծումը, հակադարձելի մատրիցի վերլուծումը տարրական մատրիցների բարդանալու է, հիմիկուց զգուշացնում եմ, որ հանկարծ այդպիսի բան չանեք, որտեղ հետո շատ բարդանա։ Ավելին, հիմա էլ ես կարող եմ մի հատ դեպք բերեմ, որտեղ ձեր ասածը ճիշտ չի լինի։ Նայեք, ստեղ, երբ որ մենք մի տողը բազմապատկում ենք թվով, մենք ստեղ
պահանջում ենք, որ այդ C-ն հավասար չլինի 0-ի, ճիշտ է։ Իսկ ստեղ երրորդ տիպի տարրական ձևափոխության մեջ, երբ որ մենք գրում ենք RI գումարած C անգամ RJ, չէ՞։ Այս C-ի վրա ոչ մի պայման չի դրվում։ Ինքը կարող է եւ 0 լինել, չէ՞։ Այսինքն առաջի տողին գումարած 0 անգամ երկրորդ տողը, այդ նշանակում է ոչինչ չարած ընդհանրապես, չէ՞։ Բայց եթե դուք բռնեիք այդ մի տողը, որը գումարվում է, 0-ով բազմապատկեիք ձեռքի հետ, արդեն կստացվեր այս տողը պարզապես անտեսում եք, որ արդեն համակարգը համարժեք չի լինի։ Եղավ, բարդություններ առաջացնում։ Առայժմ շեշտում եմ հստակ հետևեք տարրական ձևափոխության սահմանմանը։ Մասնավորապես սենց դեպքեր կա, որ ուսանողները երբեմն շփոթվում են։ R1 գումարած R2, սա որ տարրական ձևափոխությունն է։ R1 գումարած 1 անգամ R2։ Այսինքն սրա արդյունքում որ տողն է փոփոխվող տողը։ R1-ը։ Այ որոշ ուսանողներ ապրեք, բայց շատ տարեց տարի հետևյալ վիպակն են անում։ Քանի որ բազմիցս լսել են այն, որ կոմուտատիվության կանոն կա, դաշտում կա, մենք այդ դաշտի վրա ենք աշխատում, դա ասում են, դա սա կարծես թե նույնը չի, ինչ որ R2 + R1-ը։ Դե եթե դենց է, երկրորդ տողին գումարեմ առաջի տողը, բայց նման բան չի կարելի անել, ինչու՞։ Որտեղ սա, եթե անգամ մենք դաշտի վրա ենք գործում, այս գրառումը այստեղ չի գրած դաշտի երկու տարրերի գումար, որ մենք բռնեինք իրար դիրքափոխենք։ Սա սիմվոլիկ գրառում է, հապավում է, որ արտահայտում է այն միտքը, որ վերցնենք մեր առաջի տողին, գումարենք երկրորդ տողը։ Սա բոլորովին էլ այսպիսի հավասարություն տեղի չունի։ Անիմաստ տարրերի ոնց որ համախմբում է տեղադրված։ Հաջորդ կետը նկատենք, որ մեր տարրական ձևափոխություններից յուրաքանչյուրը հակադարձելի է, ավելին իր հակադարձը էլի տարրական ձևափոխություն է։ Հակադարձելի ասելով ինչի նկատի ունեմ։ Եթե մեր համակարգում ասենք R1 R3 է արված, R1 R3-ին դիրքափոխված, հակադարձելի ասելով, եթե մի հատ sense համակարգ գրած եւ մենք տարրական ձևափոխությամբ այս մի հատ երկրորդ համակարգին ենք անցել, ստեղից ստեղ։ Հնարավոր է արդյոք տարրական ձևափոխությամբ հետ վերադառնալ այս համակարգից այս համակարգին։ Դա ակնհայտ է առաջի տիպի տարրական ձևափոխության համար, որտեղ եթե ասենք երկու տողեր իրարից դիրքափոխվել են, որովհետեւ մենք հետ գանք այն սկզբի համակարգին, պարզապես նորից արենք համակարգին։ R1 R3 դիրքափոխման հակադարձ տարրական ձևափոխությունը կրկին R1 R3-ն է, որը իդեպ այս դեպքում կարող եք նաև անվանել R3 R1, բան չէր փոխվի։ Հաջորդը այսպիսի CRI sense տարրական ձևափոխություն թե վերցնենք, բայց դա գրած է ոնց որ 5RI 5R1։ Սրա հակադարձը ով կլինի։ 1/3 անգամ R։ Ապրեք, C-1RI։ Ընդ որում հիշում եք, չէ՞ որ դեպքերը կատարում էր դաշտի վրա, իսկ դաշտում հենց որ մի հատ տար հակադարձելի 0 չէր, նա ինքը հակադարձ անպայման ինչ էր։ Հակադարձ։ Անպայման ուներ հակադարձ, չէ՞։ Տեսնում եք, ինչ լավ գալիս սազում է այն հարաշվական համակարգերի սահմանում, ինչ եկավ լավ ստեղ իր տեղը գտավ։ Յուրաքանչյուր տար, որը հենց որ 0 չէ, հակադարձելի։ Ուրեմն կարելի է, եթե ստեղ նույնպես հակադարձել։ Ինչ եք կարծում, այս տեսակ RI գումարած C RJ տարրական ձևափոխության հակադարձը ով կլինի։ R-ից հանած C-RJ։ Կամ որպեսզի ավելի խիստ լինենք, R-ին գումարած մինուս C RJ, չէ՞։ Ահա։ Եթե մի հատ համակարգի մեջ վերցնենք առաջի տողին գումարել ենք 2 անգամ երկրորդ տողը,
ստացել ենք նոր համակարգ, եթե նոր համակարգում առաջի տողից հանենք երկու անգամ երկրորդ տողը, կստանանք այն սկզբի համակարգը։ Իդեպ չենք մոռանում, մենք կրկին դաշտերի վրա ենք գտնում, իսկ դաշտի համար յուրաքանչյուր ցետաժի համար անպայման գոյություններ նրա մինուս C հակադիրը։ Հիմա այսպեսի մի հատ կարևոր լեմմա ենք անցնում, որը որ շատ բաներ իր տեղն է դնում։ Յուրաքանչյուր տարական ձևափոխություն ձևափոխում է մեր համակարգը գծային հավասարումների մի այնպիսի համակարգի, որը համարժեք է մեր տրված համակարգին։ Համակարգ ունեինք, տարական ձևափոխությամբ ստացանք մի հատ նոր համակարգ, նրանք իրար համարժեք են։ Ով ա ուզում հիշեցնել, ինչ է նշանակում իրանք համարժեք էին։ Լուծումները նույնն են։ Եթե կանել է, եթե խոսնելոտում չունեն, համարժեք են։ Հիմա սա առաջ գնալով սա մեզ ինչ ասում։ Եթե համակարգը տված է, դուք հանգիստ առանց տագնապելու, առանց վախենալու, ինչքան տարական ձևափոխություն ուզում եք արեք, հաստատ դուք կմնաք համարժեք այն սկզբնական համակարգին։ Լավ, հիմա տեսնենք ապացույցը սա որ մասնա ապացույց եկեք այսպես պայմանավորվենք, հա անենք։ Առաջի տիպի տարական ձևափոխության համար ակնհայտ է սա։ Եթե մի հատ համակարգ ունենք, ունի կամ չունի լուծում կամ ինչ-որ մի լուծում ունի, եթե նրա երկու տողերը դիրքափոխենք, ապա ինչ։ Նույնն է ստացվում, ակնհայտ է, հա։ Լավ։ Երկրորդ կետը նույնքան ակնհայտ է, ինքնուրույն վրայով անցեք։ Երրորդ կետը եկեք սա նույնպես ուզում եմ ինքնուրույն թողնել, հաշվի առնելով ահա այստեղ գրած գրառումները։ Եթե համակարգը կա, եթե երրորդ տողին կա, երրորդ տողն ենք գումարում նախապես այն C-ով բազմապատկած, ստացվում է հա այս համակարգը։ Հələ մտածեք, ինչու եմ սա ստեղ գրել, սա ինչու է գրած եւ ապացույց ինքնուրույն ավարտեք։ Պահանջվող ապացույցը սա, բայց չափազանց դյուրին է, չեմ ուզում 5 րոպե դրա վրա դա ծախսել։ Ահա։ Ուրեմն եթե համակարգի վրա այս 3 տիպի տարական ձևափոխություններն են կատարվում, մենք այսինքն համարժեքության սիմվոլը գրենք այդ երկու համակարգերի միջև, մի համակարգը համարժեք է մյուսին, շեշտելու համար, որ նրանք իրար համարժեք են։ Ստեղ հիմա մի հատ sense օրինակներ կիրառենք, մի քիչ շատ բարձունակ օրինակներ են մեր այս կրկնություններ են մեր արածների, տեսնենք ինչ կստացվի։ Տեսեք, այս համակարգը որ տրված է, կարող եմ R1 R3 դիրքափոխում անեմ, սա կգա վերև, չէ, հետո օգտվելով այս սրա 1 գործակցից կարող եմ զրոյացնել այսքան կտորը։ Եթե ես երկրորդ տողից հանեմ առաջի տողը անգամ 2, տեսեք ոնց է գրած։ R2 գումարած -2 անգամ R1։ Սա եթե մենք գրեինք R2 -2 R1, էլի սխալ չէր լինի, պարզապես ավելի ֆորմալ սահմանմանը նման եմ գրել դեռ, ստեղ երկու հատ 0 առաջացավ, հետո ինչ եղավ։ Ստեղի եթե ստեղել է գործակիցը 1, ստեղել է գործակիցը 1։ Եթե ես R3 մինուս R2 անեմ, ինչ կստացվի։ R3-ին գումարած մինուս R2։ Ահա։ Տեսնում եք, ես արեցի մի քանի հատ տարական ձևափոխություններ եւ ահա այս այս համակարգից եկա այս երրորդ համակարգին։ Երրորդ համակարգը առաջին համարժեքը։ Այսինքն եթե սա լուծումներ ունենա, նա էլ կունենա եւ նույն լուծումները կունենան։ Հիմա ինչ եք կարծում, այս համակարգը լուծման առումով ոնց որ թե պարզ է, թե չենք հասկանում ինչա, թե ոնց է։ Հեշտ է, որտեղ ստեղից ասում է z-ը կլինի 2, ստեղից ասում է եթե դենց է, ուրեմն y-ը կլինի տեղադրելով վերևը, y-ը կլինի -1, x-ը կլինի 3, ուրեմն այս երրորդ
վերջի համակարգ ունի միակ լուծում, որը սա է։ Ուրեմն մեր դեմի համակարգն է միակ լուծում։ Իհաստամ էլի։ Այսինքն այս դպրոցական Գաուսի մեթոդը եկավ հələ որ դա ենք կրկնում։ Խնդրեմ հարցեր։ Հա, այսօր ոնց որ մատրիցային տեսքով որ գրեինք, այս վերջի համակարգը ոնց որ ուղղակի ուզում հարցնեմ ճիշտ եմ հիշում թե չէ row echelon տեսքի է չէ բերվում հիմա էսի row echelon տեսքի ասա մատրիցը այո row echelon տեսքի է row echelon-ի շուտով մենք հասնելու ենք դուք եք որ անցած տարի ասեցիք որ այս հենց այս կոնսպեկտով նայում եք գծային հավասարումները ինչ որ խնդրի համար ձեզ հետագայում պետք են Ինչ այդպիսի մի բան ասեցիք, չէ՞ դուք կարծեմ դուք եք։ Դե հիմա այս տարի այդ ամեն ինչը այնպիսի խորությամբ եւ մանրամասնության ենք անցնելու, որ միայն row echelon-ը չի, շատ ավելի նրբություններ կան, որոնք այս տարի կկանցնենք։ Ահա։ Հիմա մյուս հավասարմանը նայենք, ստեղ էլ ինչ որ տարական ձևափոխություններով, այլ արդեն չեմ կանգ առնում կետերի վրա, եկել հասել ենք այստեղ։ Այստեղ ենք հասել։ Նայեք, ստեղ եթե ես ուզեմ ես z-ին շնորհեմ 1 արժեք, ապա այսքանը կտնա հավասարման աճ մաս, կրճատումից հետո կդառնա այսա, կստացվի, եթե z-ը 1 էր, x, y-ի արժեքը ստացվում են 0, 1, այսինքն այսա լուծումը։ Բայց ես կարող էի z-ին տայի կամայական ալֆա արժեք։ Երեքում կստացվեր, որ կամայական այսենց եռյակ, կամայական այսպիսի վեկտոր լուծում է։ Ստացվեց, որ սա էլ մի դեպք ստացվեց, եղավ, որը որ ինքը անվերջ քանակությամբ լուծումներ ունեցավ։ Էլ ինչ դեպք կարող է լինի։ Այ կարող է նաև այս դեպքը լինի։ Կարող է այս դեպքը լինի, այս համակարգը լինի։ Ես ստեղ էլ տարական ձևափոխություններով եկել հասել ենք ստեղ ու նայեք հələ ինչ է ստացվում։ Ստեղից մենք ինչ ենք եզրակացնում։ Վերջում գրած է 0-ն հավասար է 1։ Համակարգը լուծում չունի։ Լուծում չունի համակարգը, 0-ն երբեք չի կարող 1-ը լինել։ Այս 3 օրինակները մեզ գալիս են սենց շփոթության առաջ են կանգնացնում։ Ասում են, լավ, այն առաջի դեպքում որ միակ լուծումն էր, հա գտանք, լավ է, դժգոհ չենք։ Բայց ունեք երկրորդ դեպքում այս օրինակում վերջում ստացվեց 0-ն հավասար է 1, որից մենք եզրակացնում ենք, որ ինքը ոնց որ թե համատեղելի չի, լուծում չունի։ Բայց ընդհանուր դեպքում ինչ ըլնի, որից մենք եզրակացնենք, որ ինքը լուծում չունի։ Բայց ընդհանուր դեպքում ոնց է։ Կարող է ընդհանուր դեպքում ստեղ գրած լինի վերջում, չգիտեմ, 7-ը հավասար է 9 կամ Հələ դեռ չգիտենք, ինչ ստացվի, ինչ վտանգավոր սենց հայտանիշ մեզ հանդիպի, որ մենք այդտեղից եզրակացնենք, որ ինքը լուծում չունի։ Իսկ այս երրորդ հարցից, երրորդ օրինակից, տեսեք, ինչ հարց է առաջանում։ Նայեք, ստեղ մենք անվերջ քանակությամբ լուծումներ գտել ենք մեր համակարգի համար։ Բայց ով ասեց, թե սա բոլոր հնարավոր լուծումներն են։ Այո, անվերջ քանակությամբ են, բայց կարող է պատահի մի հատ ուրիշ մեկն էլ գալիս է, մի հատ ուրիշ եսի ինչ-որ հետաքրքիր գիրք է բերում, բացում է, ընդեղից մի հատ ուրիշ մեթոդով է լուծում, ոչ թե Գաուսի մեթոդով, եւ ընդեղից ստացվում է մի հատ լուծում, չգիտեմ, ասենք 1-1-9, որը որ հեչել է սրանցից չի ու էլի լուծում է։ Այսինքն արդյոք մենք այս մեթոդով բոլոր լուծումներն ենք ծածկել։ Տեսնում եք, մի կողմից ինչ որ լուծման հունի մեջ ընկել ենք, մյուս կողմից նորանոր հարցեր են առաջանում։ Այս հարցերին պատասխանելու համար մեզ պետք է մի քիչ ավելի նոր տեխնիկա ուսումնասիրենք։